Պարոն Սիմոնյան, Իլհամ Ալիև Ադրբեջան Պարոն Սիմոնյան, Ադրբեջան նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հայկական բեռնափոխադրումների համար այլևս սահմանափակումներ, խոչընդոտներ չեն լինի։ Արդյոք սա խաղաղության ճանապարհին գործնականորեն ուղղված քայլ էր եւ գուցե սա նպաստի, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրն ի վերջո ստորագրվի։ Ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ այո, հաստատված խաղաղության ապացույցներից մեկն է եւ պետք է ասեմ, որ վստահ եմ, որ գալիք ապագայում նման քայլերի երկկողմ քայլերի պակաս չի զգացվելու, ողջունում եմ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը եւ պետք է ասեմ, որ մենք սպասում ենք նաեւ շատ կարևոր հարցեր ունենք, այդ հարցերի հետ կապված շուտապույտ լուծմանը։ Պարոն Սիմոնյան, այս համատեքստում նաև հանդիպել եք Մեջլիսի նախագահի հետ, խորհրդարանի իրենց, ինչ հարցերի շրջանակ է քննարկվել ոչ հրապարակային, որ ներկայացրել եք հաղորդագրությունը, եւ արդյոք այդ հարցերի մեջ մտել է գերիների հետ կապված հարցը, ինչ պարզաբանում կամ ինչ տեղեկություն կա այս առումով։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, երբ որ եթե իմ ելույթը նայեք, դրա մասին խոսվում է, եւ պետք է ասեմ, որ հանդիպումը շատ դրական եմ գնահատում, շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին, եւ պետք է ասեմ, որ մենք երկստեք այդ ընկալումը կա, որ պետք է պարլամենտները, խորհրդարանները իրենց վրա վերցնեն հանրություններին պատրաստելու, հանրություններին մերձեցնելու եւ խաղաղության իրականության մեջ ապրելու, իրար ընդառաջ քայլեր անելու տրամաբանությունը եւ ես պետք է ասեմ, որ իմ գործընկերոջ մոտ այդ ընկալումը նույնպես կար, շատ դրական ջերմ հանդիպում է տեղի ունեցել, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից քննարկենք եւ առաջարկենք։ Չէ, հիմա որ ասեմ, ճիշտ չի լինի, որտեղ հիմա իրանք տրամաբանությունն են հասկանում, մենք մեր տրամաբանությունն ենք քննարկում, պայմանավորվել ենք, բայց խոսքը չի գնում ենթադրենք հեռավոր ապագայի մասին, մենք երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով եւ կրկնում եմ, այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ սենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցել մեր վրա։ Դուք ասեցիք ինչու է Միչանսկ բառը ասում Ալիևը։ Ես դրա մասին խոսել եմ, հարցրել եմ, ասել եմ, այո, եւ ի պատասխան հնչել է, որ դա այդ Միջանսկ բառը իրենք ասել են նույն նարատիվը, որը նախկինում, որ Միջանսկ բառը մեջ ոչ մի վատ բան չկա, իրանք կուզենան, որ Ադրբեջանի միջով Միջանսկ անցնի, տնտեսական, այո, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրի, դե ասում եմ, այդ տարածքը տենց է կոչվել, դրա համար այդ տարածքի անունով ենք ասում, բայց ես վստահեցնում եմ ասած գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները, բազմաթիվ տեղը մենք տրիպ ենք ասում, ասում ուղղակի երևի ժամանակի իրա բացատրություն եմ ասում, ես չեմ ասում այն ինչ որ ես եմ այս ամենի մասին մտածում, այլ ասում եմ ինչ որ ի պատասխան իմ հարցին հնչեց, կարծում եմ դա ուղղակի խոսույթի տարբերության բանն է, խնդիր է։ Մեջլիսի նախագահ հնարավոր է գա Հայաստանում պայմանավորվածություն կա արդյոք։ Ես չեմ բացառում, որ ինչ որ միջազգային ֆորմատների շրջանակներում թող իրանց նախագահն էլ գա, մեր երկրի ղեկավարն էլ գնա իրանց մոտ, ես էլ կգնամ, իրանք էլ կգան, բայց կան հարցեր, որոնք որ պետք է այնուամենայնիվ քննարկենք ինչով է գալը։ Ոչ միայն անվտանգության հարցեր, նաև մեր պահվող անձանց հարցերը, օրինակ ես մի քիչ դժվար է մեր համար գնալ այնտեղ, որովհետև հասկանալի է, որ ոնց գնաս այնտեղ միևնույն ժամանակ գիտես, որ պահվող անձինք կան։ Ինչու եք ասում պահվող անձինք, պարոն Սիմոնյան, գերի չեք ասում։ Գերի էլ կարամ ասեմ, ուղղակի պահվող անձինք շատ ավելի լայն
շրջանակա իր մեջ պարունակում, հա, որտեղ մարդ կա, որ գերեվարված է, մարդ կա, որ պատանդ է վերցված, մեր գործընկերներն նույնիսկ մարդիկ կային քաղաքապետարան էին ասում, պահվող անձինք անգլերեն թարգմանությամբ ինքը շատ ավելի նաև լայն շրջանակավերջում կարող եմ ասել գերի, ոչ մի խնդիր չկա, գերիների մասով հնարավոր է մինչև ընտրությունները որոշակի թվով գերիներ վերադառնալ։ Ես նման Ես չգիտեմ, Ռիփսիմեն երևի ավելի շատ ինֆորմացիա ունի, կհարցնեք հետո։ Ես էլ եմ լավատեսականորեն տրամադրված, բայց ինչպես վարչապետն է ասում, մենք դրա մասին չենք խոսում, իջև այդ փաստը տեղի չի ունենում, բայց կրկնում եմ, այն մթնոլորտը, որի մեջ անցավ մեր հանդիպումը, ես կարող եմ ասել նույնիսկ շատ միջազգային այլ գործընկերների հետ, այլ նման մթնոլորտ չկար եւ շատ հետաքրքիր մի միտք հնչեցրեց։ Ինչ հարց։ Հա, պետք է ասեմ, որ շատ տարբեր գործընկերների հետ այլ հարցեր քննարկելը հաճախ շատ ավելի դժվար էր, քան այս հանդիպման ժամանակ իմ եւ գործընկերոջ հանդիպման ժամանակ։ Նորից եմ ասում, ժողովուրդ պետք է, ես գիտեմ, որ դժվար է, ես գիտեմ, որ իմ համար էլ է շատ դժվար եւ մեր հանրության համար էլ է շատ դժվար։ Ես գիտեմ, որ մարդկանց մոտ կարող է նաեւ նյարդ առաջացնել ինչ որ բաներ, բայց այնուամենայնիվ դա այն ճանապարհն է, այն ճիշտ ճանապարհն է, որը որ մենք ընտրել ենք։ Իրանց էլ է դժվար, որովհետեւ իրանց համար մենք ենք երկար տարիներ եղել թշնամի, դուշման, մեր համար իրանք են երկար տարիներ տասնամյակներ եղել թշնամի եւ մենք պետքա մեր հասարակություններին պատրաստենք եւ կրկնում եմ ուրախալին այն է որ այն տրամադրվածությունը որը ես ունենք մեր գործընկերները ունի մեր թիմը խաղաղության ընկալման վերաբերյալ ես լիակատար տեսա նաև Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի մոտ։ Միրզոյանն ասում է, որ նրանք շարունակում են նախապայմաններ առաջ քաշել եւ ոչ թե նախապայման, այլ նախապայմաններ իհարկե չի ներկայացնում ինչ նախապայմաններ սահմանադրության մասին է Միրզոյանը խոսում, ասում է նաև սահմանադրությունը փոխելու հետ կապված է նախապայմաններ առաջարկում։ Հիմա դուք երբ որ հանդիպել եք այս մասով խոսել եք, այսինքն ինչպես մի կողմից խոսում են խաղաղության մասին, մի կողմից Զանգեզուրի միջանցք, սահմանադրություն փոխել եւ նախապայմաններ առաջ քաշել, որ չստորագրեն։ Տեսեք, նախ իմ եւ գործընկերոջ մեջ այդ խոսակցությունը մի քիչ տեղին չի, որտեղ պարոն Միրզոյանը եւ իրենց արտաքին գործերի նախարարությունը զբաղվում են այդ հարցով եւ եթե ես ինչ որ չափ պարլամենտական երկրի բերումով նաեւ իմ կուսակցության վարչության անդամ լինելու բերումով կարող եմ մտնել այդ խոսակցության մեջ հակառակ կողմի մասով ես կարծում եմ որ ինքը լիազորված չի նման խոսակցություններ վարել եւ բայց դա ինչ չի կանգնացրել այնուամենայնիվ ես այդ հարցերը բնական է բարձրացրել եմ բայց մենք պետք է մի բան հասկանանք ինչ են ուզում իրենք եւ ինչ ենք ուզում մենք ուզում ենք որ հարցը մեկընդմիշտ փակվի իրենք նույնպես ուզում են որ հարցը մեկընդմիշտ փակվի այսինքն կոնֆլիկտ այո ես չգիտեմ կարող է Աստված մի արած եթե ես սխալվեմ բայց չստորագրեցին ես բացատրեմ թողեք վերջացնեմ խոսքը գնում է նրա մասին որ իրանք են ուզում բոլոր թղթերը ճակերտավոր նաև ապագայի համար այլևս ունենալ իրանց ընկալումը այո ճիշտ չի այն առումով որ սահմանության մեջ իրականում տենց խնդիր չկա որ սահմանության մեջի այդ որ իրանք բացատրում են իրավաբանական նույնիսկ առումով ինքը հիմնավոր չի բայց իրենց ցանկությունը հետեւյալն է իրանք ուզում են որ վաղը մյուս օրը ենթադրենք 10 տարի հետո 20 տարի հետո ինչ որ մի երրորդ ուժ նույնիսկ արտաքին ուժ չփորձի էլի երկու նախկին սովետական երկրներ իրար հետ կռվածնի իրանց միտումը դա է Եվ ես դա հասկանում եմ, որտեղ իմ միտումն էլ է դա, որ հանկարծակի եւ պայմանագիր եմ քննարկում իրենց հետ, վերջացնեմ։ Երբ որ իրանք ինչ որ եթե ես ինչ որ պայմանագիր եմ քննարկում, ես էլ եմ ուզում ամեն ինչ անեմ, որ հանկարծակի որևիցե բաց չթողնեմ, որ որևիցե կողմ լինի, դա Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը, որևիցե կողմ կամ Ռուսաստանը, ինչ որ հետագայում իրեն ներսակտած չզգա կամ ինչ որ process-ի մաս չդառնա։ Ինչ վերաբերում է ձեր հարցի մոտ որ իրենք փաստորեն նախարարցակ են միշտ իրենք են եղել պատերազմի հիմա դուք ներկայացնում լսեք ես չեմ ներկայացնում որ իրենք դրթել են ես չեմ ասում որ մեկը խաղաղասեր է մյուսը խաղաղասեր չի մենք էլ ենք պատերազմ արել իրանք էլ են մարդ սպանել մենք էլ ենք մարդ սպանել մարդը լսեք կա ես ուրախ եմ որ դուք ձեր ընկալումը ունեք բայց մենք պետք է հասկանանք որ բացի մեր ընկալումից կա նաև իրանց ընկալումը իրանց ընկալմամբ մենք 30 տարի իրանց տարածքի 20% եւ ավելին օկուպացված ենք բայ հիմա մենք նստենք
ամպագորգոր հայտարարություններ անենք, շատ լավը թվանք տեսախցիկների առաջ, իսկ հարցը չլուծվի, որպեսզի դիմացինի հետ դիալոգ տեղի ունենա։ Դու պետք է հասկանաս լավ, ես իմ դիրքորոշումը ունեմ։ Իրանց դիրքորոշումը որն է։ Իրանց դիրքորոշումը հետևյալն է, որ հրահրվել է միջազգային բախում, հրահրվել է, որպեսզի միջազգային բախման ֆոնի վրա սովետական միության փլուզման թեման դառնա երկրորդական, եւ այդ հրահարման հետևանքով հայկական զորքերը, ռուսական զորքերի աջակցությամբ, ես ասում եմ այն ընկալումը, որը որ կա հակառակ կողմի մոտ, գրավել են իրենց տարածքի 30, 20 կամ 30%-ը։ Հիմա մենք կարող ենք վիճել այս ընդդիմանը հետ, կարող ենք ասել համաձայն չենք, կարող ենք ասել սուտ է, բայց պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր ընկալումը, չէ՞ թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա որպեսզի մենք կարողանանք խոսենք, մենք պետք է մի հատ հասկանանք դիմացին ինչ է ասում։ Ես ձեզ ներկայացնում եմ ոչ թե այն, ինչ ես եմ մտածում, այլ այն, ինչ խոսակցություն կա ընդհանուր առմամբ այդ շրջանակներում։ Պարոն Սիմոնյան, ներքաղաքական հարցերի հետ կապված դուք քիչ ես հարց ունեմ սրա հետ կապված։ Տարածքների թեման, քանի որ արծարծեցիք, պարոն Սիմոնյան, թվեք հարցնել ձեր գործընկերոջ հետ շփումների ժամանակ, հաղորդակցության ժամանակ արդյոք քննարկվել է Հայաստանի օկուպացիոն տարածքներից ադրբեջանական զինվորի դուրս բերումը։ Կրկնում եմ, մենք շատ սահմանափակ ենք մեր հարցերի շրջանակի առումով, որովհետև իմ գործընկերը պարլամենտի ղեկավարն է եւ իր գործունեությունը ինքը տեսնում է միայն պարլամենտի շրջանում, որը ճիշտ եմ համարում, իրենց նախագահական է իրենց երկիրը, մերը մի քիչ ուրիշ կազմձև ունի, էլի, հա, կառուցվածք ունի, մերսի Ռոզան կազմվածք։ Ուստի այդ առումով չէ, բայց դրա պատասխանը ես գիտեմ։ Այսինքն ինչի խոսալ ինչ-որ բանի մասին, մենք երբ որ գնում ենք խոսելու, ես չեմ խոսում այն բաների մասին, որոնց պատասխանը ինձ համար ակնհայտ է, պատասխանը հետևյալն է, գոյություն ունի դեմարկացիա եւ դելիմիտացիայի հանձնաժողով, երկու կողմից հաստատված պետությունների ամենաբարձր մակարդակով եւ այդ հանձնաժողովը գործում է եւ գործելու է եւ դելիմիտացիան Վրաստանից մինչեւ Իրան հասնելու է, որտեղ որ ադրբեջանական զորքերը առաջ են, իրենք են հետ քաշվելու, որտեղ որ հայկական զորքերն են առաջ, մենք ենք հետ քաշվելու, իսկ ես անցյալ անգամ ասել եմ, որ այդ այնտեղեր շատ են։ Երբ է բայց դա տեղի ունենալու, որովհետև կներեք, մենք տեսանք, որ Կիրանձի հատվածում եղավ սահմանազատում, այսպես կոչված ադրբեջանական տարածքները անցավ Ադրբեջանին եւ հայկական կողմը չստացավ այդ հատվածում այն տարածքները, որտեղ ադրբեջանական զորքներ կան։ Հայկական կողմը այդտեղ նախ ավելի շատ բան ստացավ իրականում, ստացավ դելիմիտացված սահման, որտեղ կանգնած է ոչ թե զինվոր, այլ կանգնած է սահմանապահ եւ որտեղ սահմանի հենց բերանին երեխաները օր ու գիշեր ֆուտբոլ են խաղում հանգիստ, իհեճուկ ասեն ներողություն այդ բառի համար վայնասունի, որ որոշ մարդիկ դրել էին, ինչ վերաբերում է ձեր հարցին, տեսեք հիմա շատ ակտիվ գործ է գնում Տրամպի ուղու հետ կապված process-ները առաջ տանելու, որովհետև հիմա քննարկվում են ոչ միայն մենք երբ որ ասում ենք Տրամպի ուղի, ես ուզում եմ մենք հասկանանք, հա, որ խոսքը չի գնում մենակ մի ճանապարհի մասին։ Ենթադրենք պայմանական, ինչ որ մալուխ կարող է 100 կիլոմետր ավելի բարձրով տեղով անցնել, նկատի ունեմ երկրի տարածքը, հա, ինչ որ գազատար պայմանական կարող է անցնել ընդհանրապես ուրիշ տեղով եւ այդ գործընթացները, որոնք մեծ ծախսի հետ են կապված, հիմա ոնց որ մի քիչ առաջնային են, բայց սահմանագծման եւ սահմանազատման process-ը շարունակվում է եւ հիմա ուղղակի տրամաբանությունը տեղափոխվել է այդ կտորների վրա եւ այդ քննարկումն է գնում, բայց այտենց ժամանակահատված չկա, որ կանգնել է, մի կողմը չի պատասխանում կամ զրույց չկա, անընդմեջ այդ խոսակցությունը բանի մեջ է, էլի, սեղանի վրա։ Եվ պարոն Սիմոնյան, դուք նաև մի միտք եք ասել, որ հայկական զորքը ադրբեջանական տարածքում է գտնվում եւ տարածքի թիվ եք ասել, մոտավոր 100 քառակուսի կիլոմետր, այդ տեղեկությունը ձեզ որտեղից, որովհետեւ քարտեզագիրների հետ երբ որ նստում ենք, նայում ենք, քննարկում ենք, բարձր դա 4-5 կիլոմետր քառակուսու մասին է խոսքը։ Չէ, Նարեկ ջան, սխալ է եւ պետք է ասեմ, ես տեսել եմ նաեւ հետ պարբերականի նյութը եւ պետք է ասեմ, որ հիմա որևիցե մեկը ռեալ ոչ մի քարտեզագիր չի կարող կոնկրետ թիվ ասել
որովհետև հողի վրա դրանք շատ տարբեր արտահայտում են ունենում, բայց պետք է ասեմ, որ եթե ինչ-որ թիվ եք ուզում, մոտավոր թիվ եք ուզում, իմ ասած թիվը ամենամոտն է միջև օրս հնչած թվերին, հիմքը որտեղից է հիմքը, այդ դելիմիտացիայի, դեմարկացիայի process-ի ժամանակ մենք մեր քարտեզների եւ մեր բանի հետ նայում ենք եւ հետ ներողություն եմ խնդրում, ոչինչ, պետք չի դրա համար ճիշտ անդրադառնալ ու պետք է ասեմ, որ մոտավորապես այդ թվի մասին է խոսքը գնում, ասում եմ, թիվ ասել հիմա ոչ մեկ կոնկրետ մաթեմատիկական ճշգրտությամբ չի կարող։ Պարզապես մենք երբեք Ադրբեջանի որևէ պաշտոնյայից, նույնիսկ ԺԿ պետից չենք լսի, որ իրենք ասեն մենք Հայաստանի 250 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացրել ենք։ Այս մեր իշխանությունների այս սրտաբացությունը ինչով է պայմանավորված, որ ասում նախ տենց չի, ես ձեր հետ համաձայն չեմ, Նարեկ ջան, օրինակ նույն գործընկերոջս հետ, երբ որ դա տեսանյութն էլ կա, վիճաբանություն տեղի ունեցավ, եթե չեմ սխալվում, չեմ հիշում քաղաքը, ես ասացի, որ ջերմուկի ուղղությամբ եղել է ձեր հարձակումը եւ ի պատասխան իմ գործընկերը պատասխանեց, ասեց, այո, բայց մենք որևիցե բնակավար չենք մտել։ Այսինքն պետք չի, նախ դու չես կարող, չէ, իրանց պաշտոնյային ԺԿ պետին, քեզ որ հարց տաս, քեզ չի պատասխանում, ես գրավոր գրի։ Եկեք չհամեմատենք մեր դաշտը, ձեր դաշտը, իրանց դաշտը, հա, բայց ասում են, իհարկե ասում են, բա այդ դելիմիտացիան եւ դեմարկացիան իր կանոններ ունի, որտեղ այն ինչ որ ես ասացի, բարձր գրված է եւ դա ստորագրված է իրենց նախագահի կողմից։ Էլ ինչ ԺԿ պետ ես ուզում, եթե նախագահն է դա ստորագրել, ֆիքսելով, որ այո, տեղեր կան, որ մենք պետք է հետ այդտեղ տեղեր կան, որ պետք է իրենք հետ գնան։ Սիմոնյան կամ անկլավների մասը գաղտնիք, հա։ Օրինակ անկլավների մասը գաղտնիք, հա, որ իրանց մոտ Փաշինյանն ասում է իրավական հիմքեր չկան անկլավների։ Տեսեք, իրավական հիմքեր խոսակցությունը եւ այն ինչ որ մենք մի մասին մենք խոսում ենք, որ տեղեր կան, որ մենք ենք առաջ տեղեր կան, իրենք են դեռ այլ խոսակցություններ են։ Այո, իրավական հիմքերը մենք բոլոր քարտեզների պարագայում ենք իրավական հիմք նայում, հոտենց չենք օրինում, որ այս ինչը ստեղ պետք է լինի, կամ չգիտեմ, մեր գործընկերներից մեկը գնում ասում է, այս եկեղեցին անցնում է, ասում ենք դե լավ, այս եկեղեցին թող մեզ։ Չի կարա այդպես բան։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։